4-րդ դար կապիտալի շուկայի ձևավորման եւ զարգացման համար Հայաստանի ֆոնդային բորսան նշում է հիմնադրման 25-ամյակը, ամփոփելով անցած տարիների կարևոր ձեռքբերումները եւ ազդարարելով զարգացման նոր փուլի մեկնարկը։ Ֆինանսական ոլորտի նշանակալի իրադարձությունը համախմբել է միջազգային եւ տարածաշրջանային ֆոնդային բորսաների ու կենտրոնական դեպոզիտարյանների ղեկավարների, ներդրումային եւ ֆինանսական կազմակերպությունների, փորձագետների եւ այլ պաշտոնյաների ավելի քան 16 երկրից։ IMX-ի 25-ամյակը լավ առիթ է։ Շնորհակալություն հայտնելու բոլոր նրանց, ով տարիների ընթացքում իրենց ներդրումն են ունեցել հայկական կապիտալի շուկայի ձևավորման եւ զարգացման գործում։ Վստահ եմ, որ առաջիկա տարիներին բորսան շարունակելու է իր կարևոր առաքելությունը, դառնալով ավելի մրցունակ, տեխնոլոգիական եւ տարածաշրջանային դերակատարում ունեցող ֆինանսական հարթակ։ Գործունեության 25 տարվա ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսան ձևավորվել է որպես ֆինանսական առանցքային ենթակառուցվածք, կապելով թողարկողներին, ներդրողներին եւ միջազգային գործընկերներին, անցնելով կայացման եւ զարգացման կարևոր ճանապարհ, այսօր կառույցը տրամադրում է վստահելի եւ գրավիչ հարթակ ներդրումների եւ համագործակցությունների համար։ 25 տարվա ընթացքին չնայած դժվար ծանր ճանապարհ է եղել, բայց հաղթահարելով դժվարությունները հասել ենք մի մեծ կետի, որից հետո կարծում եմ պետք է ել ավելի արագ տեմպերով ինտեգրվենք միջազգային կապիտալի շուկաներին եւ դեպի Հայաստան փողը ներհոսի, սահուն, հեշտ եւ փողի ներգրավումը դառնա էժան։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ընդգծեց կապիտալի շուկաների զարգացման, ֆինանսական կայունության եւ ներդրումային միջավայրի բարելավման կարեւորությունը։ Անցկացվեցին թեմատիկ պանելային քննարկումներ, որոնք անդրադարձան ոլորտի զարգացման հիմնական միտումներին, մարտահրավերներին եւ ապագայի հնարավորություններին։ Վերջին 25 տարում, ըստ մասնագետների, բորսան անցել է խորքային վերափոխումների ճանապարհ, զարգացնելով շուկայի ենթակառուցվածքները, բարձրացնելով թափանցիկությունը եւ կառավարման ստանդարտները, ընդլայնելով ներդրումային հասանելիությունը եւ ամրապնդելով միջազգային համագործակցությունը։ Մեր ռազմավարության կարևոր դիրքորոշումներից մեկն այն է, որ հայ ներդրողներն անխափան կերպով կարողանան մասը կազմել մեր թաբադել հարթակի եւ միաժամանակ հակառակը լինի, արտաքին եւ օտարերկրացի ներդրողները կարողանան ներդրումներ իրականացնել հայկական շուկայում։ Սա կարող է դառնալ հայ եւ օտարերկրացի ներդրողների միջև անկախտելի համագործակցության հիմք եւ ես վստահ եմ երկար տարիների աշխատանք ունենք իրականացնելու։ Հայաստանը գտնվում է շատ կարևոր աշխարհաքաղաքական դիրքում, կապելով Եվրոպան նաեւ Ասիան։ Այս ոգին եւ հավատամքը, որ մենք ունենք համագործակցության զարգացման մասով, հիմք է նաեւ հուսալու, որ կայուն զարգացումը, որն արձանագրել է Հայաստանի տնտեսությունը վերջին տարիների ընթացքում, կունենա անխափան ընթացք։ Լիահույս եմ, որ գալիք տարի մենք կարողանանք նշել հաջորդ տարեդարձն առավել բարձր սանդղակներով, նիշերով եւ մեծ ձեռքբերումներով։ Միջոցառման շրջանակում Հայաստանի եւ Ղազախստանի ֆոնդային բորսաների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Միաժամանակ կարևորելով ոլորտային համագործակցության զարգացումը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարյան ստորագրեց կարևոր ռազմավարական համագործակցության պայմանագրեր Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի եւ Ղազախստանի ITS-ի, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի եւ Ուզբեկստանի կենտրոնական դեպոզիտարիայի միջև։ Հայաստանի ֆոնդային բորսայի 25-ամյակին նվիրված միջոցառումը եւ ձևավորված քննարկումներն ու համաձայնությունները եւս մեկ անգամ ընդգծեցին ոլորտի շարունակական արդիականացման եւ նորարարական լուծումների ներդրման պատրաստակամությունը կապիտալի շուկայում։